Ձեր կարծիքով այսօր մեր երկրում վախի մթնոլորտ կա։ Շատ մեծ Ինչպես է դրսևորվում։ վախի մթնոլորտը, Հա։ վախի մթնոլորտը դրսևորվելու ակնհայտ մի այսօր բան կա, դրսևորման ձև կա, որը որ ավելի շատ դրսևորվեց նախընտրական այս քարոզարշավի ժամանակ, դրանից առաջ սկսվել էր վախի մթնոլորտը մատուցվում է գործող իշխանության կողմից, ցավոք սրտի, ցավով եմ ես դա ասում, բայց ունենք են ինչ որ ունենք։ Ինչպես կարելի է հաղթարել այդ ամենը, որ հասարակությունը չլինի վախի մթնոլորտում, ընտրությունները անկաշկանդ անցկացվեն։ Ես այնքան ուզում եմ ու երազում եմ, որ ապրեմ մի երկրում, իրականում, անկեղծ ապրեմ մի երկրում, որտեղ որ իշխանությունը, այդ թվում իշխանություն ասելով ես չեմ տարանջատում ընդդիմությանը, որովհետև քաղաքական իշխանությունը դա իշխանության կոնկրետ իշխող կուսակցությունն է ու ընդդիմությունը այդ թվում նաև, չէ՞։ Հիմա ցավոք սրտի վերջին հետխորհրդային տարիներից սկսած մեր հասարակությունում ձևավորվել է մի մթնոլորտ, որտեղ սերունդների մեջ չկա երկխոսություն, որտեղ չկա համերաշխություն, չկա հարգանք ու պատիվ, ու մեր հասարակությունը բաժանվել է շատ տարբեր խմբերի, հայ մարդիկ նույն երկրում ապրող, նույն քաղաքում ապրող, նույն պատժեզդում ապրող մեկը մյուսին թշնամի է համարում։ Ու սա արվել է կամ ասենք աչքաթող է արվել կամ գեներացվել է, բնականաբար դա գործող իշխանության տիրույթում է գտնվում կրել քաղաքական պատասխանատվություն երկրում տիրող բարոյա հոգեբանական վիճակի համար, չէ, որովհետև իշխանությունը մենակ հարկեր հավաքելու համար չէ, իշխանության կոնկրետ ուղիղ պարտականությունն է երկրում բարոյա հոգեբանական վիճակը պահելու համար ու տարբեր տարիների ընթացքում կամաց ներադրվել մի զզվելի այլանդակ սենց խոսույթ, գաղափարախոսություն, որը որ հանգեցրել է սրան, այսօր նույն քաղաքում էլի եմ ասում, նույն գյուղում ապրող, նույն պատժեզդում ապրող մարդիկ բաժանվել են խմբերի ու մեկը մյուսին թիրախավորում է, մեկը մյուսին պիտակավորում է, մեկը մյուսին թշնամի է համարում, առանց հասկանալու, որ պետությունը չէ հələ, ազգը, հայրենիքը, պետությունը պետք է լինի այդ տարածքում ապրող ամբողջ հասարակության գերակա շահը։ Պետք է լինի, որովհետև դրանով մենք կկարողանանք ապրել։ Իշխանության ու ընդդիմության կռիվը պետք է լինի, չգիտեմ, այս մայթը ավելի բարեկեցիկ դարձնելը, կամ այն գործարանը ավելի լավ դարձնելը, որ ավելի շատ եկամուտ ստանա, այլ ոչ թե իշխանության ու ընդդիմության կռիվը պիտի լինի պիտակավորումը, այ որ դու թշնամի ես, այ որ դու ես, այ որ դու են ես, ես շատ եմ ուզում իրականում ապրել մի երկրում, որտեղ որ կա այսպիսի մթնոլորտ։ Իսկ ցավոք սրտի դա այսօր չկա ու գնալով էլ ավելի խորանում է այդ անջրպետը, էլ ավելի շատ մարդիկ սկսում են միմյանց ատել, թիրախավորել, կռվել, իսկ դրանից միայն օգտվում է մեր հարևան պետությունը կամ պետությունները, չէ՞։ Մեզ դա օգուտ բերում է, բնականաբար ոչ։ Դա մեզ միայն վնասում է, իսկ մեզ վնասում ենք մենք ինքներս, մեր հարևան պետությունները մեզ վնասելու, իրանք կարան շատ փորձ անեն, թո պատերազմ արեն, թո չգիտեմ վիրտուալ տիրույթում, ամեն ձև նրանք փորձ անում են ու դա բնական է, հարևանից, թշնամուց պետք չի նեղանալ, մենք պետք է առերեսվենք ինքներս մեզ հետ, որովհետև այլապես դրանից նրանք օգտվում են, եթե մենք թույլ ենք այդ թուլությունից օգտվում են, եթե մեզ հող պետք չի,
Էնի ասում է ինձ պետք է, նա գալիս վերցնում է։ Հիմա նրան մեղադրես մի բանի մեջ, որը որ գցած է գալիս են վերցնում են, կարելի է արդյոք նրան մեղադրել նրա մեջ, որ եկել է այդ հողը վերցրել է։ Դա ուրեմն մեզ պետք չէր, որ եկել է վերցրել է, չէ՞։ Հիմա այս բարոյա հոգեբանական մթնոլորտը մեր երկրում, որ ստեղծվել է, դա ում պատասխանատվության տիրույթում է։ Իմ, քո, այս մեն մյուսի, այն մյուսի, թե մեր հարևան երկրի ղեկավարների կամ այդ ազգերի, որ ընդեղ ապրում մեր տիրույթում է, չէ՞։ Եթե մեկս մեկի նկատմամբ, մեկս մեկին չպիտակավորենք, մեկս մեկին թշնամի չհամարենք, մեկս մեկի հետ փորձենք կռվի փոխարեն լեզու գտնել, էլի եմ ասում, օրինակ ասենք, այս բորջուրը ավելի գեղեցիկ դարձնել, այլ ոչ թե ասել, այ դու սխալ ես անում, ես սխալ եմ անում, արի օգնի, ես ճիշտ անեմ։ Բայց դու անընդհատ ասում ես, ես սխալ եմ անում, ես այդքան գիտեմ, դու ավելին գիտես, արի օգնի, այլ ոչ թե ինձ դիր ասա, այ դու թշնամի ես, սա է, պետք է լինի մի գաղափարախոսություն, ընդհանուրի շահը համընդհանուր բարիք է։ Մարդիկ կարան տարբեր քաղաքական, չգիտեմ, ճաշակներ ունենան, բայց դա չի նշանակում, որ այդ քաղաքական ճաշակը պետք է վնասի հայրենիքին ու ազգին։ Դրանով ենք մենք գոյատևել, եկել հասել 21-րդ դար, բայց այսօր 21-րդ դարում մենք մեր ունեցած պոտենցիալը մսխում ենք, ամեն օր մսխում ենք, ամեն օր ու գնալով էլ ավելի արագ ու էլ ավելի շատ։ Սա կբերի կհանգեցնի նրան, որ 21-րդ դարում մենք կկորցնենք ինքնություն, իսկ դրա արդեն դա նշմարվում է, նես չէ, որ դա սարերի հետևում է։ Մենք չգիտեմ, ֆորմալ կկոչվենք հայ, անձնագրի մեջ գրած կլինի հայ, բայց մենք գաղափար չենք ունենա, թե ինչը նա մարդուն հայ դարձնում։ Մարդուն հայ դարձնում է իր պատմությունը, իր մշակույթը, իր կրոնը։ Եթե մենք այդ կրոնի կրողը չենք, եթե մենք այդ մշակույթի կրողը չենք, եթե մենք այդ պատմության կրողը չենք, եթե մենք դրանից հրաժարվում ենք, մենք դառնում ենք ուղղակի, չգիտեմ, ինչ որ բուտաֆորիա, որ ունի անձնագիր, անձնագրի մեջ ազգությունը գրած է հայ, այդ ենք մենք ուզում 21-րդ դարում։ Աշխարհում ապրող այնքան ազգեր կան, որ հազարամյակներ առաջ, ասենք մեր ասորիները, Ասորեստան արդեն չկա, բայց աշխարհում ապրող ասորիներ կան, որոնք որ սրբորեն պահում են իրենց գիրը, իրենց լեզուն, իրենց մշակույթը, իրենց կրոնը, նրանք մնացել են այդպիսի։ Իսկ մենք ունենք պետություն, մենք ազգ ենք համարվում, մենք հայրենիք ունենք, բայց ոնց որ թե, չգիտեմ, որ տոկոսին է հայության, որ տոկոսին է դա հետաքրքրում, ում է պետք դա, շատ մեծ հարց է, մեկը մեկին ասում եմ, թշնամի է ասում, հիմա ես վստահ եմ, ասենք սա այս հարցազրույցը, որ հրապարակվի, բաներում մարդիկ մտնելու են, մեկը ինձ ծախված պիտակավորի, մեկը չգիտեմ գող են, մեկը ավազակ, միանշանակ լինելու է, չէ՞։ Ու հարց է առաջանում, ոնց կարա կենդանի մարդը, գիշերը որ քնած է, առավոտյան արթնանա, լվացվի, ատամները լվանա, չգիտեմ, սուրճ խմի, բացի ինտերնետը, մտնի, տեսնի ինչ-որ մի հատ հարցազրույց, մի բանի մասին խոսում ես, տակը քեզ ծախված շուն պիտակավորի, չգիտեմ, ինձ, հենց նես չեմ ասում, էլի, որոշ բաներ կա ինտերնետում, ես բացում կարդում եմ, ինձ ասում են ծախված։ Ես դպրոցն ավարտել եմ, 2 բարձրագույն եմ ավարտել, ես դասավանդել եմ, քաղաքագիտություն եմ դասավանդել, պետական ոչ մի պաշտոն երբևէ որպես այդպեսին չեմ զբաղացրել, ես իմ հացը վաստակել եմ ինձ մոտիկից ճանաչողները բոլորը գիտեն, որ ես իմ հացը վաստակել եմ արժանապատիվ, երբեք ոչ մեկից ոչ գողացել եմ, ոչ խաբել եմ, բայց բան ես խոսում,
Քեզ ասում են ծախված, քեզ ասում են թուրք, քեզ ասում են, չգիտեմ, ռասիստ տրուկ, ասենք այդ ասողը իմ մոտ իրոք ցավալի է, որովհետև այդ մարդիկ դժբախտ մարդիկ են, չափազանց դժբախտ, որովհետև ես դեռ դպրոցական տարիներից խորապես ուսումնասիրել եմ ու ուսումնասիրում եմ անձի հոգեբանությունը։ Ես տեսնում եմ, որ այդ մարդիկ դժբախտ են, այդ մարդիկ կիսագրագետ են կամ անգրագետ են, դրա համար ինքը իր չարությունը պարպելու համար, ասենք գրագետ խոսք ասող մարդուն կարա համարի ծախված, ասենք թե ում եմ ծախվել, ով է ինձ համար փող վճարել, ով է ստացել այդ փողը, որ ինձ բաժին չեն տվել, ես մինչև բան եմ գալիս, հեսա, փողոցում ման եմ գալիս, բայց մեկը չի ասում, ախպեր, որ քեզ ծախել են, դու խաբար չես, արի այդ փողը տանք, հեսա, քո փայը ստեղ, հեսա մեր իրականությունը, ու ցավալի է, մեր օրինակ լրագրողները, դրանք շատ սենց զգայուն մասնագիտություն է, շատ զգայուն, որը որ էլի ցավով եմ ես ասում, որ Հայաստանում լրագրողներին դարձրել են, չգիտեմ, հազար ներողություն իհարկե, պոզերով սատանա, որովհետև բանը նախ օբյեկտիվ պատճառ կա, չէ, այդ մարդկանց այդպեսին պիտակավորելու, որովհետև կիսագրագետ անինքնասեր մարդիկ սկսել են զբաղվել լրագրությամբ ու արդեն ընդհանուրի մասին պատկերացում է ձևավորվել։ Ախր լրագրողը դա գրագետ, չափազանց գրագետ, պարկեշտ արժանապատիվ օբյեկտիվ մարդ պետք է լինի ու ցույց տա զուտ օբյեկտիվ իրականությունը առանց որոշակի սլաքները տանելու այս կողմ կամ այն կողմ, չէ, դա լրագրողի ֆունկցիան է, բայց էդ էլ է վարի գնացել այդ ոլորտը, կներեք արտահայտությանս համար, ամեն ինչ սենց համակարգված փչացնում են։ Հիմա իմ մոտ հարց է առաջանում, ասենք, եթե հնարավոր է ինչ-որ բանը համակարգված փչացնել, արդյոք հնարավոր չէ ինչ-որ բանը համակարգված լավը դարձնել, չէ, չունենք այդքան ընդունակություն, ես զարմանում եմ, սենց առանձին որ վերցնում ես, Հայաստանում կան գիտնականներ, կան արվեստի գործիչներ, կան երաժիշտներ, օրինակ ասենք երաժշտությունը, չէ, հիմա մեր այս մատաղ սերնդի մոտ պատկերացում, թե ինչ բան է երաժշտությունը հայկականը, ցավոք սրտի, ասենք, երևի 100 երիտասարդից մեկը կարա պատասխանի, թե ինչ բան է հայկականը։ 99-ը լսում են ինչ-որ աղբ ու զիբիլ, բայց այդ երիտասարդը, որ աղբ ու զիբիլի սպառող է դարձել, նա ինքը մեղավոր չէ, մորից այդպիսին չի ծնվել, իրան այդպիսին դարձրել են արդեն հասուն մարդիկ, երիտասարդը մեղք չունի, հիմա մենք հասուն լինելով չենք ուզում կրենք պատասխանատվություն մեր մատաղ սերնդի համար, բայց եթե մարդը ամուսնանում է ու երեխա է ունենում, այդ երեխուն մենակ ասենք փորը կշտացնելով, շորը հագցնելով է պատկերացնում, չէ որ նա մարդ պիտի դառնա հասարակության լիիրավ անդամ։ Այս ամեն ինչը այնքան ցավալի է, որ ասենք ցավն ավելի շատ է, քան բայց դե կյանքը շարունակվում է։ Ես էլի եմ ասում, ուզում եմ, ես ձգտում եմ իմ ուժերի ներածին չափով լինել օգտակար ու եթե ինչ-որ տեղ կկարողանամ ինչ-որ մի լավ բան անել, որը որ կմոտիկացնի այդ օրվան, որ մի օր արթնանանք ու տեսնենք, որ մենք ապրում ենք բարեկեցիկ երկրում, որ մեր քաղաքական իշխանությունն ու ընդդիմությունը մեկը մյուսին թշնամի չի համարում, ախր չի կարելի, ասենք մեկը մյուսին թշնամի համարելով իրական թշնամին դրանից օգտվում է, մեղք ենք, չէ՞ մենք վերջը վերջը։